Յուրաքանչյուր ուրբաթ հետևեք դիտարժանին, բաց չթողնելու Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների կարճ ամփոփումը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դեպքը շարունակում է դիտարժանի իր ձևաչափը ներկայացնելով Հայաստանի եւ Հայաստանի շուրջ կատարվող կարևորագույն իրադարձությունների կարճ ամփոփումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր տեսանյութը եւ տարածեք այն։ Դա մեզ կօգնի ավելի արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այն ամենին, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ։ Առևտուր միայն մի ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանին միլիոնավոր դոլարների ապրանք է վաճառում, իսկ Հայաստանը գրեթե ոչինչ չի գնում։ Ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը վերջապես օրակարգում է։ Բանակում համակարգային լուծումներ են փնտրում։ Նստած ենք, բայց ծնկաչոք չենք։ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից նախապես գրված սցենարի եւ նոր ցմահ հոդվածների մասին։ Ադրբեջանի նոր կոմանդո ստորաբաժանումները ինչ է կառուցում Բաքուն թուրքական մոդելով։ Իշխանության թիրախում կրկին կաթողիկոսն է։ 5-ամյա ծրագրում արդեն նախատեսել են նրա հեռացումն ու նոր կաթողիկոսի ընտրությունը։ Ճամբարակի ողբերգական վրաերթը զինծառայող է մահացել։ Ինչու էին զինծառայողները գիշերով վազում մութ ճանապարհով։ Արցախի վերադարձից հրաժարումով դեպի 4-րդ հանրապետություն Փաշինյանի իրական Հայաստանի գինը։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք, մինչդեռ Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է ընդամենը 960 դոլար։ Այսինքն ադրբեջանական ապրանքը հայկական շուկա է մտնում միլիոնավոր դոլարների ծավալով, իսկ հայկական ապրանքը ադրբեջանական շուկա գրեթե ոչ։ Տարբերությունն այնքան մեծ է, որ Ադրբեջանի արտահանումը Հայաստան ավելի քան 18000 անգամ գերազանցում է Հայաստանից Ադրբեջան ներմուծման ցուցանիշը։ Ստացվում է բավական ուշագրավ երկկողմ առևտուր։ Մեկ կողմը միլիոններով վաճառում է, մյուսը գրեթե ոչինչ։ Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը վերջապես հասավ օրակարգ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում։ ՊՆ-ից եւ զինված ուժերի ԳՇ-ից կազմված սպաների խմբեր են գործուղվելու հերթապահություն իրականացնող զորամասեր, տեղում ծառայության կազմակերպմանը եւ սպաներին աջակցելու համար։ Միաժամանակ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով։ Խմբին տրվել է 3 ամիս համակարգային լուծումներ մշակելու եւ վարչապետին առաջարկություններ ներկայացնելու համար։ Մինչ իշխանությունը լռում է, Բաքվի բանտից Դավիթ Բաբայանն է բարձրաձայնում հայ գերիների խնդիրների մասին։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է իրավապաշտպաններին եւ բարի կամքի մարդկանց։ Նրա ընտանիքի միջոցով փոխանցված ձայնային ուղերձումն անդրադարձել է իր դեմ ընթացած դատավարության եւ վերաքննիչ փուլի արդյունքներին։ Բաբայանի խոսքով ամբողջ գործընթացը եղել է թատրոն, որի սցենարը գրված էր նախօրոք։ Բաբայանը նշել է, որ վերաքննիչ փուլը զուտ ֆորմալ գործընթաց էր, որն անհրաժեշտ էր անցնել հետագայում միջազգային դատարան դիմելու համար։ Նա նաև պնդել է, որ իր մեղադրանքներում հայտնվել են 2 նոր ցմահ հոդվածներ, որոնք մինչ այդ ամբողջ դատավարության ընթացքում նույնիսկ չեն հիշատակվել։ Բաբայանը խոսել է նաև պաշտպանների հաճախակի փոփոխության մասին։ Նրա խոսքով այս ընթացքում փոխվել է 5-ից 6 պաշտպան։ Նա անդրադարձել է նաև իր առողջական վիճակին, նշելով, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում եւ պահանջել արձանագրել։ Բայց նրա խոսքով խնդիրները միայն իրենը չեն։ Մի շարք հայ գերիների մոտ կան լուրջ առողջական խնդիրներ։ Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Մնացածը ամեն ինչ նորմալ է։ Պինդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, եղեք տեղեկացված, հավանեք մեր տեսանյութերը, որպեսզի մեր աշխատանքը դառնա ավելի տեսանելի եւ արդյունավետ։ Շաբաթվա կարևոր իրադարձությունները սակայն այսքանով չեն ավարտվում։ Ադրբեջանը Նախիջևանում նոր կոմանդո զորամասեր է ստեղծել եւ դրանց մարտական դրոշներ հանձնել։ Դրանց հստակ թիվը չի հրապարակվել, ինչպես նաև հայտնի չէ խոսքը գումարտակների, գնդերի թե բրիգադների մասին է։ Ադրբեջանում կոմանդոների ստեղծումը սկսվել է 2021 թվականից, 44-օրյա պատերազմից հետո։ Հետագայում գործընթացը շարունակվել է,
իսկ Ալիևը դեռ 2022-ին հայտարարում էր հազարավոր կոմանդոների պատրաստման մասին։ Սրանք բարձր պատրաստության, շարժուն եւ հիմնականում պայմանագրային զինծառայողներով համալրվող թեթև գրոհային ուժեր են, որոնց հիմնական խնդիրներն են լեռնային եւ դժվարանցանելի տարածքներում գործողությունները, թիկունքներ թափանցելը եւ կարևոր դիրքեր գրավելը։ Ադրբեջանցի զինծառայողները պատրաստություն են անցնում Թուրքիայի լեռնային կոմանդոների դպրոցներում, իսկ Բաքուն բացահայտորեն օգտագործում է թուրքական բանակի փորձը։ Սա իհարկե ինքնին չի նշանակում, որ պատերազմը վաղը սկսվելու է, բայց մի բան ակնհայտ է։ Բաքուն 2020-ից հետո բանակը հետևողականորեն վերածում է ավելի շարժուն, պրոֆեսիոնալ եւ արագ կիրառելի ուժի։ Իշխանության թիրախում կրկին կաթողիկոսն է։ 5-ամյա ծրագրում արդեն նախատեսել են նրա հեռացումն ու նոր կաթողիկոսի ընտրությունը։ Կառավարության հրապարակված 5-ամյա ծրագրում ասվում է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Ծրագրի ամենաուշագրավ կետը սա է. նախատեսվում է ապահովել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը նրան հանգստի կոչելու միջոցով։ Դրանից հետո պետք է իրականացվի կաթողիկոսական տեղապահի ընտրություն, իսկ սահմանված կարգով նաև ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Ծրագրում նախատեսվում է նաև եկեղեցու կանոնադրություն, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության մեխանիզմներ։ Այսինքն կառավարության ծրագրում արդեն ոչ միայն եկեղեցու բարենորոգման մասին է խոսվում, այլև կաթողիկոսի հեռացման եւ նոր կաթողիկոսի ընտրության կոնկրետ հաջորդականություն է նշվում։ Ճամբարակի ողբերգական վրաերթը զինծառայող է մահացել։ Ինչու են զինծառայողները գիշերով վազում մութ ճանապարհով։ Օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին ԳԱԶ-53 վրաերթի է ենթարկել զինծառայողների։ Զինծառայողներից Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է, մյուս զինծառայողները վնասվածքներ են ստացել։ ԲՆ-ի փոխանցմամբ 3 զինծառայող հետազոտվել է եւ որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունի։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող եւ 3 անչափահաս երեխաների հայր։ Ըստ իրավապահների մեքենան առանց պետհամարանիշի է եղել եւ պիտանի չի եղել շահագործման համար, իսկ վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Նա ձերբակալվել է։ Այս հանգամանքների ֆոնին եւս մեկ կարևոր հարց է առաջանում. ինչու են զինծառայողները երեկոյան ժամը 21-ի սահմաններում վազում Զորամասից դուրս, մութ եւ չլուսավորված ճանապարհի այդ հատվածում։ Արդյոք դա Զորամասի կողմից կազմակերպված վարժանք էր եւ արդյոք նախապես գնահատվել էին զինծառայողների անվտանգության ռիսկերը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Շուշիի վերադարձի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին նախկինում գրված էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ օրակարգը փոխելու հարցում իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են պարտադրել։ Կառավարության նիստում նշել է, որ 21 թվականի ընտրությունների նախընտրական ծրագիրը դեռ ներառում էր երրորդ հանրապետության գաղափարաբանության առանցքային դրույթները, այդ թվում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին ձևակերպումները, սակայն քարոզարշավի ընթացքում ըստ Փաշինյանի այդ մոտեցումը վերանայվել է։ Այժմ նախկին մոտեցումը Փաշինյանը հակադրում է խաղաղության օրակարգին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը եւ 4-րդ հանրապետության տեսլականին։ Փաստորեն այն, ինչ նախկինում իշխանության իսկ նախընտրական ծրագրում ներկայացվում էր որպես քաղաքական նպատակ, այսօր ներկայացվում է որպես անցյալում թողնվող գաղափարաբանություն, իսկ այն քաղաքական սերունդը, որի ձևավորման հիմքում արցախյան շարժումն էր, ներկայացվում է որպես անցնող ժամանակաշրջանի մաս։ Հարց է առաջանում. ինչ պետք է արժենա այդ նոր իրականությունը Հայաստանի համար, երբ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է իր իսկ նախկին ձևակերպումներից, իսկ Ադրբեջանը շարունակում է իբր պատմական ու տարածքային թեզերը ներկայացնել որպես անվիճելի ճշմարտություն, ում է իրականում ձեռնտու Հայաստանի այս նոր օրակարգը։ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը կառուցվում է խաղաղության, թե սեփական պատմությունից հրաժարվելու, Արցախյան շարժման ժառանգությունը մերժելու, Արցախի էջը փակելու եւ Բաքվին ձեռնտու նոր իրականություն ձևավորելու գնով։ Այսօրվա համար առանձնացրել ենք այսքանը։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ ուրբաթ թարմ եւ հետաքրքիր լուրերի կարճ ամփոփմամբ։